Հասարակական կազմակերպությունների և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շնորհակալություն ենք հայտնում, որ առավոտ շուտ հաշվի չառնելով խոչընդոտները այստեղ եք, նաև ողջունում ենք Եվրոպայի երկրների ղեկավարների և դելեգացիաների ղեկավարների, բարով եք եկել Հայաստան, բայց ուզում ենք այստեղ հիմա ներկայացնենք մեր պահանջը, թե ինչու ենք եկել այստեղ, դուք եկել եք մի երկիր, որտեղ Դուք եկել եք մի երկիր, որտեղ որ համարում եք ժողովրդավար, սակայն այս երկիրը այսքան էլ ժողովրդավար չէ։ Այստեղ մարդու ամենահիմնական իրավունքներն են խախտվում։ Մենք եկել ենք այստեղ, որ բարձրաձայնենք մեր ձայնը այդ խախտված իրավունքների մասին։ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կեղծ է։ Նրա կեղծ արևմտամետությունը ամեն ինչ նրա մոտ կեղծ է։ Կեղծ է նաև նրա ժողովրդավար ու քրիստոնյա խաղաղասեր կերպարը, քանի որ այս կերպարի տակ թաքնված է բռնապետ, ով որ Հայաստանի վատերում պահում է մարդկանց, ովքեր ուղղակի խոսք են արտահայտում մինչև։
Նա բանտերում պահում է այն մարդկանց, ովքեր հաս չեն այս իրավիճակին, ովքեր հաս չեն, որ Հայաստանը գլորվում է ժողովրդավարության ամենավերջին սադղակը, ովքեր հաս չեն, որ Արցախը նորեն է, ովքեր հաս չեն, որ այստեղ արցախցիների իրավունքներն են խախտվում, ովքեր հաս չեն, որ քաղաքական ազատությունը կարծես թե արդեն վերանում է եւ ընտրական այս շրջանում բոլոր խախտումները կարողանում եք ներել նրան։ Դուք հովանավորում եք թե ֆինանսապես, թե հեղինակությամբ մի մարդու, ով ասում է, որ արցախյան հիմնախնդիրը այլևս փակված է։ Ես իր փոքր արտական բան եմ ուզում ասել, այսօր իմ տանիքի ծնունդն է, նա գազդասարից է, ես վստահ չեմ, որ տանիքից գերեզմանը գա, ես չգիտեմ, ով է դրա համար ներկայացնում, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ, ով պետք է նրանց համար պայքարի, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը ու մեր ղեկավարությունը։ Դուք հովանավորում եք նրան եւ այսպես լեգիտիմացնում եք նրա բոլոր ոչ իրավական քայլերը։ Մենք արժանապատվի արդեն չենք ապրում այստեղ, բայց չէ որ դե կարգակեցությունների դիպում է դրված մարդու իրավունքը, մարդու արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այդ ամենը խախտում է Հայաստանում։ Ձեր տվեք, դրվեք մեզ։ Ով այլևս ընդունելի չէ ձեր այս քաղաքականությունը, երբ հովանավորում եք նրան, որ պետք կարողանա մեր դեմ ավելի սիրված, ավելի զորեղ պայքարի։ Մենք ընդամենը պայքարում ենք մեր իրավունքների համար։ Մենք ուզում ենք ապրել Հայաստանում արժանապատիվ եւ վերադառնալ Արցախ։ Artsakha Hayastan է, այո։ I want to appeal to the European community leaders hosted here in Armenia today. I want to welcome you in Armenia and let you know that behind the curtains of hospitality you are enjoying in Armenia, behind the smiles and handshakes, you do not see the real shame that Armenian people feel. You do not see that because the government which is ruling Armenia